Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու երկրորդ գիրք 7-րդ գլուխ Նաթանի պատգամը Դավիթի։ Երբ թագավորը իր դունը փնագեցավ ու դերը զինք իր շուրջ եղող բոլոր թշնամիներն ազատելով հանգստացուց, թագավորը Նաթան մարգարեին ասավ. «Նայե գաղերսեմ, ես մայրի փայդե գառուցանված դա մեջ կփնագիմ, իսկ Աստուծո դաբանագը վրանի մեջ կեցած է»։ Նաթան թագավորին պատասխանեց. «Քնա, սիրտիդ մեջ եղած ամեն ինչը, քանի դերը քեզի հետ է»։ Նույն գիշերը դերը խոսեցավ Նաթանի ասելով. «Քնա իմ ծառայիս Դավիթի ասե, դերը սա գայդարար է. Թուն ինձի դում պիտի գառուցանես, որ մեջը փնագիմ։ Արտարև Իսրայելի որդիները Եգիպտոսեն բարձրացուցած օրես մինչև այսօր դան մեջ չփնագեցա, հաբա վրանով ու խորանով շրջեցա։ Ամեն ուր որ շրջեցա Իսրայելի բոլոր որդիներուն հետ, միթե խոսք մսի Իսրայելի դոհմերեն ովևէ մեկուն, որում պատվիրել էի իմ ժողովուրդս Իսրայելը հովվել, արդյոք ըսի ինչու ինձի մայրի փայդեդումը չգառուցանեցիք։ Հիմա իմ ծառայիս Դավիթի սա ասե. զորքերու դերը սա գայդարար է. ես քեզ արոդավայրեն ոչխարներու յետևեն արի, որբես իմ ժողովուրդիս Իսրայելի վրա առաջնորդը լաս։ Ուր որ գերտայիր քեզի հետ էի, քո արչևետ բոլոր թշնամիներդ գոդորեցի ու երկրի վրա եղող մեծերուն անունին պես մեծուցի քո անունդ։ Իմ ժողովուրդիս Իսրայելիալ դերմը պիտի որոշեմ ու զայն պիտի դնգեմ, որ իր դերը փնագի եւ ալ չսասանի։ Անիրավության որդիները առաջվան պես անգամնալ պիտի չդարաբեցնեն զայն, ինչպես իմ ժողովուրդիս Իսրայելի վրա դադավորներ նշանակած օրես իվեր եղավ։ Քեզ բոլոր թշնամիներդ ազատելով հանգստացուցի ու դերը քեզի գիմացնե թե դերը քեզի դում պիտի շինե։ Երբ քու օրերդ լրանան եւ հայրերուդ հետ կնանաս, քեզ մեյետ քու ընթերքետ ելող զարմդ պիտի փարսացնեմ ու անոր թագավորությունը պիտի հաստատեմ։ Անիգա իմ անունիս դում պիտի գառուցանե եւ անոր թագավորության քահը Հավիդյան պիտի հաստատեմ։ Ես անոր հայր պիտի լամ, անալ ինձի որդի պիտի լա։ Եթե անօրենություն գործե, ես զայն մարդոց կավազանովն ու մարդոց որդիներուն հարվածներով պիտի պատժեմ, բայց իմ ողորմությունս անգե պիտի չերացնեմ, ինչպես Սավուղի հրացուցի եւ զայն քու արչևետ վրընդեցի։ Քու դունդ ու թագավորությունդ Հավիդյան պիտի հաստատվին քու արչևդ եւ քահդ Հավիդյան անշարժ պիտի լա։ Նաթան այս բոլոր խոսքերուն եւ այս ամբողջ դեսիլքին համաձայն խոսեցավ Դավիթի։ Դավիթի շնորհակալության աղոթքը։ Այն ադեն Դավիթ թագավորը քնած դիրոջ ներկայացավ եւ ասավ. «Ով դեր Եհովա, ես ով եմ ու իմ դունս ինչ է որ զիս մինչև հոսպերիր, սակայն ասիգայալ քու աչքերուդ բզդիկ տվեցավ, ով դեր Աստված, եւ քու ծառայիդ դան մասին հերավոր ժամանակին համարալ խոսեցար։ Մարդոց սովորությունը ասիգայ արդյոք, ով դեր Աստված։ Դավիթալ ինչ ըսե քեզի, որովհետև թուն ով դեր Եհովա, քու ծառատ կճանչնաս։ Այս բոլոր մեծագործությունները քու խոսքիդ բաժարով ու քու սիրտիդ փապակին համացայն գադարեցիր, որբեսի ծառայիդ քիծնես։ Ոստի որչափ մեծ ես, ով դեր Աստված։ Արտարև ոչ մեկը քեզի նման է, եւ քեզ մեզատ ուրիշ Աստված չգա, մեր ագանչներով, մեր բոլոր լսածներուն համացայն։ Որ ազգը երկրի վրա քու ժողովուրդիդ Իսրայելի նման է, որուն համար նույն ինքն Աստված եկավ զայն փրկելու, որբեսի իրեն ժողովուրդն է ու իրեն մեծ անուն վաստգի։ Անոնց համար քու երկրիդ մեջ այս ահավոր մեծագործությունները կատարեցիր։ Քեզի համար Եգիպտոսեն ազատած ժողովուրդիդ արչևեն վրընդելով ազգերը եւ անոնց աստվածները։ Քու ժողովուրդդ Իսրայելը Հավիդյան քեզի ժողովուրդ հաստատեցիր, ու թուն ով դեր անոնց Աստված եղար։ Ուստի հիմա ով դեր Աստված, քու ծառայիդ մասին ու անոր դան մասին ասած խոսքդ Հավիդյան աստադե եւ ըրե ինչպես ըսիր։ Քու անունդ Հավիդյան թողմեցնա ու ասեն զորքերու դերը Իսրայելի վրա Աստված է եւ ծառայիդ Դավիթի դունը քու արչևդ անշարժ մնա։ Արտարև թուն ով զորքերու դեր Իսրայելի Աստված ծառայիդ հայտնեցիր ասելով քեզի դում պիտի գառուցանեմ։ Հետևաբար ծառատ իր սրտի մեջ համարձակություն կտավ այս աղոթքը քեզի ուղղելու եւ հիմա ով դեր Եհովա թունես այդ Աստվածը քու խոսքերը ճշմարիտ են ու թուն ծառայիդ խոստացար այս սպարիկը
ուստի հիմա բարեհաջետ ծառայի դունը օրտել, որբեսի հավիդյան քո արջևը տլա, արտարև թուն խոսեցավ, ով Տեր Աստված, եւ քո օրտությամբ ծառայի դունը թող հավիդյան օրտնյալ ըլլա։ Փառք քեզ Տեր Աստված մեր։ Ամեն։